Ռուսաստանը թրիփի նախագծին մասնակցելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին է հայտարարում արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ նախ սակայն պետք է ծանոթանան հայ-ամերիկյան ծրագրի բոլոր մանրամասներին։ Հայաստանյան երկաթուղիները հանձնված են ռուսական ընկերության կառավարմանը։ Мы подтверждаем готовность изучить возможные варианты нашего подключения. Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով։ Բայց նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին, որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մնում է ուժի մեջ։ В силе остается наше предложение Еревану провести предметные консультации с участием всех заинтересованных ведомств. Մոսկվայից ավելի վաղել են թրիփին ներգրավելու մասին ակնարկներ եղել, բայց Երևանից արձագանքել են, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի նաև Միացյալ Նահանգների հետ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարարը ընդգծել էր, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի թրիփին մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բայց չէր բացառել ռուսական կողմի ենթակառուցվածքներում ներգրավվածությունը։ Ի տարբերություն թրիփի Հայաստանից դեպի Ադրբեջան եւ Թուրքիա ձգվող երկաթգծի մի քանի, մասնավորապես Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները վերականգնելու խնդրանքով Երևանը դիմել էր ռուսական կողմին։ Վարչապետն արագ պատասխանի էր սպասում, եթե ոչ հայտարարել էր տարեվերջին Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանք հետ վերցնել հայկական երկաթգիծը կառավարող Ռուսաստանի երկաթուղիներից եւ պետական միջոցներով վերականգնել։ Երեկվա ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց դրական ազդակներից, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ է պատասխանել ռուսական կողմը։ Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով մենք խորացնենք մեր գործակցությունը։ Մենք դիմել ենք, այդ թվում գրավոր ենք դիմել, ես ճիշտն ասած այս պայդրությամբ դեռ չգիտեմ պատասխան գրավոր կա թե չկա, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք, որ կարագանա process-ը, դուք գիտեք, որ նախորդ հունվարին երևի, նախորդ չէ, այս ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեցին երկաթուղու Երասխ սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն process-ները գնում են եւ մենք չենք կարող ուղղակի process-ները տարածաշրջանային կանգնեցնել եւ հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները չեն հապաղի։ Եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան այդ ներդրումը իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք եւ մենք ինքներս կանենք։ Երևանն ու Վաշինգտոնը Մոսկվայից թրիփին մասնակցության պաշտոնական հայտ ստացել են եւ նման հեռանկարի մասին ինչ կարծիք ունի Երևանը։ Ազատությունն այս հարցով դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։